Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ուրբախ որդի հետ կապված նախորդ տարիներին շատ ավելի ուրիշ զգացողությամբ էինք այցելում Եռաբլուր, այս տարին 10-րդ տարելիցն է ապրիլյան քարորիայի, բայց Հայաստանի ներկայիս իրավիճակի այս պայմաններում լրիվ խորհուրդն այլ է։ Իրականում եւ հպարտության եւ նաեւ դավաճանվածության զգացում, որովհետեւ այսօր կնկատեք, որ գրեթե որևէ բան պետական մակարդակով չի լինելու, բայց ապրիլյան քարորիայի նահատակները իրենց ինքնազոհաբերությամբ եւ ընդհանրապես հայ ժողովուրդը այդ օրերին իրենց կազմակերպվածությամբ մի հերոսական էջ գրեցին եւ նաեւ կանխեցին այն լայնածավալ օկուպացիայի փորձը, որն Ադրբեջանը իրականացրեց Արցախի դեմ։ Եվ այստեղ ամփոփված տղաների, սպաների մեջ կան մարդիկ, որոնք հետո նահատակվեցին հատուկ նշանակության ուժերից Սարմատը 44 օրյա պատերազմում։ Քիչ վերև Մկոնը, ով նահատակվեց արդեն 2023 թվականի սյունիքում տեղի ունեցած բախման ընթացքում, որոնք իրենց անգնահատելի դերն են ունեցել քարորիա պատերազմում, բայց դրա մասին որևէ մեկը չգիտեր, որտեղ իրենք խորնան հերոս են։ Ավել բան չասեմ, բայց քարորիա պատերազմի ամենամեծ խորհուրդը այն կազմակերպվածությունն էր, որ ամբողջ հայ ժողովուրդը ցուցաբերել։ Վերևից ներքև, ղեկավարից մինչև սովորական քաղաքացի եւ նաեւ ձեր գործընկեր լրագրողներ։ Առաջին իսկ պահից բոլորը համարեցին, որ իրենց պարտքն է։ Եվ ի տարբերություն 44 օրայի որևէ մեկը կապիկությամբ չզբաղվել։ Որևէ մեկը կապիկությամբ չզբաղվել։ Ամեն մեկը գիտեր, որ իր գործը խրամատ է, լրագրողից սկսած մինչև զինվորական, մինչև դիվանագետ ու քաղաքական գործիչ։ Եվ դրա համար ունեցանք արդյունք։ Դրա համար թշնամին 4 օր հետո ստիպված եղավ զինադադար խնդրելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Եվ այդ զուգահեռ ամենամեծ խորհուրդն է քարորիայի եւ 44 օրյա պատերազմների միջեւ։ Առաջին օրը, առաջին ժամերին որևէ ղեկավար չէր նստում ստատուս գրում Facebook-ներով, որ կամավորության կոչ անում, ամեն մեկ իր գործներ անում։ Այդ օրերին իշխանությունների մեղադրանք էին այսպես ուղղում, հա, այսօրվա իշխանությունները, երբ այն ժամանակ տարածքներ հանձնելու մեջ, այս տեսանկյունից ինչ կասեք, պարոն։ Սկզբունք չունեցող աթոռի մեռած շահամոլների այդ խմբակն է, որ այսօր մեծ մասի ծպտունը չկա, իսկ ովքեր որ կան, որ իշխանության մեջ են, ամբողջությամբ ուրացման այդ գիծը շարունակում է։ Երեկվա մոսկովյան հանդիպումը դրա վկան։ Այդ մոսկովյան հանդիպման հետ կապված Արցախի հետ կապված, հա, որ Նիկոլ Փաշինյանը ասացի այսքան ժամանակ, կարծես թե այդ թեզն էր գնում, որ նախնիներն էին հանձնել, սակայն ասաց, որ ինքն է ճանաչել, որովհետև եւ շարունակություն։ Հա, Վլադիմիր Պուտին ասի Զանգեզուրը Սյունիքը Ադրբեջանի տարածքա պետք է ճանաչի։ Ինքը իր ամպլուայի մեջ է, բոլորը մեղավոր են բացի իրենց։ Պարոն Մանուկյան, այսօր մտահոգիչ չէ իշխանությունների լռությունը։ Ամեն օր է մտահոգիչ։ Ես անկեղծ ասում, պարբերաբար եմ ասել։ Իմ համար ամենաահավոր օրերից մեկն էր անցնող տարի սեպտեմբեր 13, 22 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը մի քանի ուղղությամբ հարձակվել էր եւ օկուպացրել է Հայաստանի տարածքը 225 զինվորական հայրենիքի առաջ պարտքը կատարելով նահատակվել էր զինուս ծրագիրը ծպտուն չի անել մի բառ չի ասել ուրացողները մենակ ատեստացիայի ու պաշտոնի ու փողի մասին են մտածում մի բառ չի ասել այսօր էլ լուր են մնալու այսօր էլ լեզուները ատամների ենկոմ չեն տանելու շնորհակալ եմ Պատգամավոր Գևորգյան Նարգիշտին այստեղ կանգնած է, որտեղ Նարգիշտը որ քչախոս է, ընդհանրապես չի խոսում։ Քարորիայի դաշնակցության երիտասարդականի մեր կամավորական պաշտի երիտասարդակ
քանի ժամանակներն էր 44 օրերն ունը քիչ հետո Արտուր Խաչատրյանը կմոտենա Արտուրից խոսեցրեք բարձր պաշտոններ քարորիաներն էլ մասնակցում նույնը 44 օրեր